Մինչ Հիսուս ուսուցանում էր տաճարում, հարց տվեց ժողովրդին և ասաց. ինչպես են ասում օրենսգետները, թե Քրիստոս Դավթի որդին է, մինչ Դավիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. Տերն իմ տիրոջն ասաց, նստիր իմ աջում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերի համար պատվանդան դնեմ։ Արդ, եթե Դավիթը ինքը նրան Տեր է կոչում, ինչպես նրա որդին կլինի։ Եվ շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով։ Եվ ուսուցանելով նա իր ուսուցման ընթացքում ասում էր. զգույշ եղեք այդ օրենսգետներից, որ ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ, հրապարակներում հարգանքի ողջույններ որոնել, ժողովարաններում առաջին աթոռները և ընթրիքների ժամանակ պատվոտ տեղերը, նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղոթքները, որպեսզի ավելի խիստ դատաստան ընդունեն։ Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց, դիտում էր, թե ինչպես ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մեջ, և շատ մեծահարուստներ շատ բան գցեցին։ Մի հայրիկին եկավ և 2 լումա գցեց, որ մի գրոշ է։ Եվ Հիսուս իր մոտ կանչելով իր աշակերտներին, նրանց ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր կինը ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենք իրենց ավելորդից գցեցին, իսկ նա իր չքավորության մեջ գցեց ամեն ինչ, որ ուներ, իր ամբողջ ապրուստը։ Կարծեք թե 3 հատվածներից էր բաղկացած այսօրվա ընթերցումը, 3 փոքրիկ հատվածներից, ամեն մեկը մեզ ինչ-որ բան է սովորեցնում։ Այնքանով, ինչքանով, որ մենք կարող ենք ընկալել կամ հասկանալ։ Ընդհանրապես Սուրբ Գիրքը շատ խորություններ ունի իր մեջ, և որևէ մարդ չկա աշխարհում, որ կարողանա ամբողջովին հասկանալ Աստծո խորհուրդն ու Աստծո միտքը։ Բայց ամեն մարդուն ինչ-որ մի չափով Աստված տվել է հասկանալ, ամեն մարդուն Աստված որոշ չափով լուսավորել է միտքը շնորհով, որ հասկանա, մեկն ավելի, մեկը պակաս, իհարկե Սուրբ հայրերը եկեղեցու շատ ավելի խոր ընկալում և հասկացողություն են ունեցել Սուրբ Գրքի, դրա համար մենք պարտավոր ենք իրենցից սովորել, իրենց ուսուցումները վերցնել և ընկալել, սովորել Սուրբ Գիրքը հասկանալու համար։ Առաջին հատվածը Քրիստոս խոսում է իր մասին։ Հիսուսն ասում է, ինչպես են օրենսգետները և դպիրները, այսինքն կրոնական առաջնորդները, կրոնավորները հրյա, ասում, որ Քրիստոսը Դավթի որդին է, երբ որ նույն 5 կտակարանյան Սաղմոսների մեջ Դավիթը Քրիստոսի մասին խոսելով ասում է իմ Տեր, իմ Տիրոջ, միթե մեկը իր որդուն իրեն Տեր կկոչի։ Եվ այստեղ այս մարդիկ պապանձվեցին, որովհետև իրենք իրենց առաջնորդների տեղ էին դրել և ժողովրդին առաջնորդում ուսուցանում էին, բայց պարզվեց, որ Քրիստոսին չեն ճանաչում, Աստծուն չեն ճանաչում, իրենց իմացածը սխալ իմացած էր, իրենց իմացածի մեջ շփոթմունք կար։ Սուրբ Գիրքն ասում է, ամենամեծ պատվիրանը պիտի սիրես քո Տեր Աստծուն, հետո պիտի սիրես քո կողքի մարդուն, երկրորդ պատվիրանը։ Սիրո համար ինչ է պետք։ Պետք է ճանաչել։ Առանց ճանաչելու մարդը որևէ մեկին կամ որևէ բան չի կարող սիրել։ Որպեսզի սիրես, պիտի ճանաչես։ Ուրեմն ճանաչելը կարևոր է։ Եվ ճանաչելու ընթացքում, եթե դու պարզում ես, որ ում որ սկսում ես ճանաչել, բարի է, գեղեցիկ է, արժեքավոր է, վեհ է, սկսում ես սիրել։ Իսկ ամենաբարին աշխարհում կամ միակ բարին աշխարհում Աստված է։ Միակ վեհ աշխարհում Աստված է։ Միակ սքանչելին, միակ գեղեցիկը աշխարհում Աստված է։ Ինչ գեղեցկություն կա աշխարհի մեջ, Աստծո արարածն է։
Ուրեմն արարիչը շատ ավելի գեղեցիկ է, քան իր ձեռքի բոլոր գործերը։ Եթե մի արվեստագետ մի հսքանչելի գեղեցիկ գործ է ստեղծում, ուրեմն իր հոգին շատ ավելի բարձր է, շատ ավելի վեհ է, քան իր արարածը, որտեղ ինքը կարողացել է ընդամենը իր ունեցածի ինչ որ մի մասը դնել իր ստեղծածի մեջ։ Ուրեմն իր մեջ շատ ավելին կա։ Եվ ճշմարտապես Աստծուն սիրելու համար պետք է ճանաչել Աստծուն։ Իսկ ինչպես ճանաչենք, եթե չենք ժամանակ տրամադրում ճանաչելու համար։ Օրինակ, տղան աղջիկը ուզում են իրար հետ ամուսնանալ, նախ շփվում են իրար հետ, որպեսզի ճանաչեն իրար։ Ինչքան շատ ժամանակ են տրամադրում, այնքան շատ են ճանաչում։ Եվ դրա համար նաև մեր ժողովուրդը իմաստուն այդպիսի մի բան ունի, ամուսնությունից առաջ, ասում է նշան դնել, հա? Նշանում են զույգերին, որպեսզի այդ ընթացքում ավելի շատ հնարավորություն ունենան շփվելու իրար հետ։ Եթե մինչև ես խոսում եմ ավանդական մտածելակերպի մասին, այսօր չգիտեմ ինչ է կատարվում աշխարհի մեջ։ Եթե մինչև նշանվելը աղջկա կամ տղայի ծնողները ինչ որ չափով, այսպես արգելք էին դնում, խուսափում էին, ինչ բաներից ելնելով, բնական է, անհանգստություններից ելնելով, այդ շփումները սահմանափակում էին, ապա նշանվելուց հետո այդ շփումները, չեմ ասում անսահման ազատություն են տալիս, բայց ավելի ազատ են լինում իրար հետ շփվելու եւ ճանաչելու համար։ Ինչի համար է նպատակը մեկը, որ ճանաչելով իրար, սիրեն իրար եւ սիրելով իրար միանան իրար հետ։ Հիմա մենք, եթե ժամանակ չտրամադրենք մեր կյանքից Աստծուն ճանաչելու համար, ո՞նց կճանաչենք Աստծուն։ Եթե մենք ժամանակ չունենք Աստվածաշունչ կարդալու, եթե մենք ժամանակ չունենք աղոթ կանելու, եթե մենք ժամանակ չունենք պատարագի գնալու, եթե մենք ժամանակ չունենք նստելու եւ խորհելու, խոկալու Աստծո մասին, մեր կյանքի մասին, մեր եւ Աստծո հարաբերությունների, ո՞նց կճանաչենք։ Մենք անդադ վազում ենք, ժամանակ չունենք, չենք էլ ճանաչելու Աստծուն։ Եվ մի օր Քրիստոս մեզ հարց է տալու, ինչպես էս օրենսգետներին էր հարց տալի, ասել, ով է Քրիստոսը։ Բա ասում եք Դավթի որդին է։ Բա ո՞նց է Դավիթը ասում, որ իմ Տերն է։ Ինչ հակասություն կա։ Ու մենք պիտի պապանձվենք, որտեվ չենք ճանաչում։ Ուրեմն առաջի խնդիրը մենք պիտի ճանաչենք Աստծուն, որպեսզի սիրենք Աստծուն։ Դրա համար մենք պիտի ժամանակ տրամադրենք։ Ես շատ գրեհկացնում եմ հարցը։ Այդ ինչի մենք մեր փորին, ստամոքսին շատ ժամանակ ենք տրամադրում, բայց մեր արարչին ժամանակ չենք տրամադրում։ Ինչքան ենք ուտում, խմում, առնում, թափում, էփում, հա? Այդ սա ստամոքսի համար է, փորի համար է։ Բայց ինչքան ենք աղոթում, ինչքան ենք սուրբ գիրք կարդում։ Ինչին ժամանակ տրամադրենք, այն էլ լինելու է մեր վախճանը։ Ես ինձնից բան չհնարեցի, Պողոս Առաքյալը ասում է, իրենց Աստվածը, իրենց որովայնն է, իրենց ստամոքս, իրենց Աստվածն է։ Եթե մի բանին շատ ժամանակ ես տրամադրում, ինքն էլ դառնում է քո Աստվածը, քո փափագը, քո իղձը։ Մենք պիտի ճանաչենք Աստծուն, իսկ ճանաչելու համար ժամանակ պիտի տրամադրենք։ Երկրորդ հատվածում քննադատում էր փարիսեցիներին, օրենսգետներին, ասում է իրենց աղոթքները երկարացնում են, իրենց հագուստները շքեղացնում են, ամեն տեղ ուզում են մարդկանցից ողջույն ընդունել, այրիների տներն են ուտում, երկու բանի մասին եմ ուզում խոսել։ Այսինքն հավատքի աստվածպաշտության մեջ մենք կարող ենք այս վիճակների մեջ հայտնվել։ Ինչ վիճակների մեջ։ Փառասիրության, փառամոլության, ուզենանք, որ մարդիկ մեզ գովեն, այս ինչ լավ քահանա է, այս ինչ լավ հավատացյալ է, այս ինչ գործեր է անում։ Իրականում մենք մեր
հոգու մեջ այս բաներին տեղ ենք տալիս եւ սնուցում ենք։ Արտակնապես կարող է շատ խոնար, հես պահենք մեզ, բան խոնար ենք, ենք, ենենք, բայց այդ խոնարհությունը կպայթի հենց որ մեկը մեր ոտը տրորի։ Կարող է գլուխը կոտրենք, կարող է այդ մարդուն պատառոտենք, բայց ուր մնաց այդ խոնարհությունը։ Ինչ եղավ այդ խոնարհությունը։ Բասմա անձը չուրանաս, երկնքի արքայություն չես մտնի։ Բայց եթե այդ անձը ինձ պիտի գլուխ բարձրացնի իմ մեջ եւ ինձ հպարտության տանի, ո՞նց պիտի մտնեմ երկնքի արքայություն։ Ուրեմն հանկարծ ասում է հավատքը չդարձնեք ներքին սնափառությունը կամ ներքին հպարտությունը սնուցելու միջոց։ Ընդհակառակը հավատքը մարդուն պիտի տանի խոնարհության եւ հեզության։ Իսկ աշխարհը այսօր մարդուն ասում է հպարտ եղիր, հզոր եղիր, ուժեղ եղիր, ում դեմ հպարտանա, ում դեմ զորանա, Աստծո դեմ, արարչի դեմ, թե Աստծո արարածների դեմ, իր նմանների դեմ։ Իշխիր, տիրիր, ոտնատակ տուր, անցիր եւ նաեւ ագահության մարմաճի համար չլինի հավատքը ձեր։ Ասում է այրիների տներն եք ուտում, ձեզ դրել եք սրբերի տեղ, բայց այրիներին եք կողոպտում, այսինքն այրի աղքատ կանանց եք կողոպտում։ Այստեղ էլ ուղղակի չհասկանանք ես։ Կարող է մեր ամբողջ հավատքի հիմքը լինի նյութական բաներ Աստծուց ուզելու վրա։ Տեր Աստված ինձ հաջողություն տուր, Տեր Աստված իմ գործերը հաջողիր, անենց արա որ գործ ունենամ, անենց արա որ տուն ունենամ, անենց արա որ բնական մարդկային բաներ է, բայց հավատքը սրա համար չի։ Նորից ու նորից սիրում եմ այդ բանը հիշել եւ հիշեցնել։ Նարեկացին ասում է ոչ թե քո պարգևներն եմ ուզում, այլ քեզ եմ ուզում, Տեր։ Քո տվածները չեմ ուզում, քեզ եմ ուզում ունենալ։ Քրիստոս տաճարում էր, դիտում էր, մարդիկ գալիս էին տաճարի գանձանակի մեջ դրամ էին դնում։ Շատերն եկան, ասում է շատ բաներ դրեցին, բայց մի այրիկին եկավ, ընդամենը 2 լումա, մի գրոշ դրեց։ Եվ Հիսուս աշակերտներին կանչելով, ասեց այս կին ամենից շատ դրեց։ Եվ Հիսուս բացատրեց, թե ինչու շատ, որովհետև բոլորը իրենց ավելցուկից տվեցին մի բան, նույնիսկ եթե շատ էր բացարձակ չափով, բայց այս կին իր չքավորության մեջ իր ամբողջ ունեցածը տվեց։ Հիմա ես ուզում եմ մենք սրան անդրադառնանք ոչ թե որպես դրամ տալու չտալու խնդիր, այլ ուզում եմ ավելի մի քիչ մեծ նայենք սրան։ Աստված պաշտությունը մեր ինչպիսին է, մենք ավելցուկից ենք տրամադրում Աստծուն մեր ժամանակի, մեր կարողության, մեր ճիքի, ջանքի, մեր հնարավորությունների, մեր ունեցվածքի, թե ամբողջովին ենք նվիրվում։ Երբեմն մարդիկ ասում են, այսքան անում եմ հերիք է։ Ասում է մի մարդ գալիս է մի ծերի մոտ, ասում է հայր, չեմ կարողանում ողորմություն անել, ինչ անեմ։ Ծերն ասում է սկզբից քո ավելորդից ինչ որ բաներ սովորիր տալ մարդկանց։ Հետո երբ որ կսովորես հանգիստ տալ քո ավելորդից, հետո սկսիր քեզանից ինչ որ բաներ կտրել տալ մարդկան, այսինքն քո անհրաժեշտից ինչ որ բաներ կտրել տալ մարդկանց։ Երբ որ դրան էլ կվարժվես, հետո սովորիր քո ամբողջը տալ մարդկանց։ Հիմա այս ուղակի ողորմության հետ կապված մենք պիտի այս process-ով անցնենք։ Մենք երբ որ մեր ավելորդից ենք մի բան կտրում Աստծուն հատկացնում, լավ, այս մի ժամը ես չգիտեի ինչով պիտի զբաղվել, բերես մի ժամը ավետարան կարդամ։ Կամ այս մի ժամը ես ազատ եմ, բեր մի հատ եկեղեցի գնամ, կամ sense մեր ավելորդից ենք տալիս։ Հետո մեր անհրաժեշտից պիտի տանք, կտրենք։ Հետո կամաց սովորել ամբողջովին տրվել Աստծուն։ Այսինքն ոչ թե մեր կյանքի մեջ պահեր լինի Աստված պաշտությունը։ Այ իմ աղոթքի ժամն է, ես աղոթեցի, աղոթքս վերջացավ, ես մոռացա Աստծուն։ Պատարագից դուրս եկա, ես մոռացա Աստծուն։
օրվա մեջ 24 ժամ մենք Աստծո առաջ ենք եւ Աստծո հետ ենք եւ Աստված է մեր մեջ։ Ինչի համար? Որտեւ մեր արարիչն է։ Մեր ամեն մի բջիջ ինքն է ստեղծել։ Մեր ամեն մի բջջի մեջ ինքն է բնակվում։ Մենք ո՞նց կարենք իր հետ չլինենք։ Մենք ո՞նց կարենք իրան մոռանանք։ Ո՞նց կարենք իրան թողնենք։ Մենք միշտ պիտի իր հետ լինենք։ Ցավոք սրտի այդպես չենք, բայց մեր ձգտումը պիտի լինի այդպիսին, որ մենք տարալուծվենք Աստծո մեջ եւ Աստված էլ մեր մեջ։ Այդպես կա իրականում, բնության մեջ այդպես Աստված մեր մեջ տարալուծված է, բայց մենք չենք հասկանում սա, մենք չենք ընդունում սա եւ չենք ուզում գիտակցելով էս ապրել։ Եթե գիտակցելով ապրենք, հենց չենք ապրի ոնց որ ապրում ենք։ Եթե գիտակցելով ապրենք, մեղքի մեջ չենք ապրի։ Ուրեմն ոչ թե ավելորդից մի բան տալը, այլ մեր ամբողջականը պիտի տանք, որտեվ ինչ ունենք չունենք, Աստված է մեզ տվել, հիմա մենք այդ ավելորդից մի բան տալիս ենք քեզ, լավ, մենք մեծ բարիք ենք գործում կամ մենք մեծ, չգիտեմ ինչ ենք անում, շնորհի ենք արժանացնում քեզ, քո տվածից մի բան տալիս եմ քեզ, ինչ եղավ։ Պիտի այս մասին մտածենք, խորհենք եւ եթե ուզում ենք իսկապես Աստծո հետ լինել, Աստծով լինել, Աստծունը լինել, պիտի հասնենք դրան, ով որ կկարողանա հասնել նրան, որ ամբողջությամբ, այս այրի կնոջ մեջ իր ամբողջը կտա Աստծուն, նա էլ կարժանանա Աստծուց ստանալու այն, ինչ որ Աստված պատրաստել է մարդ արարածի համար ընդհանրապես, լինել Աստծո հետ, հավիտյանս հավիտենից։ Մի մարդ մի շատ լավ շուն ուներ, որ իր կյանքի լավագույն ընկերն էր։ Այդ հավատարիմ շուն էր, շատ էր կապված այդ շունն էլ կապված էր իր տիրոջ հետ, առանց իրար կյանք չէին պատկերացնում։ Մի օր այս մարդը մեռավ, շունն էլ սատկեց, հայտնվեցին հավիտենականության մեջ։ Այդ մարդը իր շան հետ քայլում է։ Եկան հասան միտեղ գրված է դրախտ, բայց տակը գրված է շների մուտք արգելվում է։ Մարդը չմտավ, շան հետ շարունակեց ճանապարհը։ Եվ եկավ մի ուրիշ տեղ, տեսավ դարպասներա մի ծերունի անստած։ Ասեց, ապիկ, ես ինչ դարպասներ է։ Ասեց, դրախտի դարպասներն է։ Ասեց, շան հետ կարելի է մտնել։ Ասեց, այո, մտիր։ Ասեց, բայն ինչ էր։ Ասում են դժողքի դարպասներն էր, ովքեր իրենց ընկերներին լքում են, դավաճանում են, մտնում են այնտեղ, ովքեր չեն լքում, մտնում են այստեղ։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքից հետ լինի, ամեն։